հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Ավետյանս ամեն։ Ազգային ժողովի նիստի մեկնարկից պատառիկ է, հետո ընդդիմադիրները փրկագնի չափն էին ճշտում Փաշինյանից։ Պարոն Փաշինյան, ինչ եք ուզում այս ժողովրդից։ Ինչ եք ուզում։ Այս ժողովրդից ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում այս ժողովրդից, ասեք, ազգովի հավաքվենք, անենք, տանք, ինչա պետք ձեզ։ Պրծնենք ձեզանից։ Հոգնել են մարդիկ, դուք չեք հասկանում, դուք չեք գիտակցում։ Գիտակցելու մասին պատմությունը լռում է, բայց այդ պահին միայն Փաշինյանի ծիծաղներ գալիս։ Դե լրիվ չասեց, որտեղ լրիվ չեն սովորել։ Հետո հերթն ընդդիմադիր Արծվիկ Մինասյանինն էր, նա ժողովրդին համախմբվելու, այս իշխանություններին իր տեղը ցույց տալու կոչ արեց, ինչից հետո բանավեճ սկսվեց նրա եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Ընդդիմադիր Գեգամ Մանուկյանը նախքան ելույթը առաջարկ արեց։ Առաջարկում եմ մի հատ ստատուս գրեք։ Այս երկու օր մեկ ազգային ժողովի դալից է գրում, ստատուս մոտավորապես այս բովանդակությամբ, որ մի քանի օրվա ընթացքում որոշել եմ 100.000 պետականացնելու եմ ու օրինակ ոնց որ օրինակ առաջարկում եմ, հանձնում եմ իմ քայլը հիմնադրամին։